Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, հունիսի 1-ն իր շուրջն է հավաքում բոլոր մանուկներին։ Մանկության տարիները մեր կյանքի ամենաքաղցր տարիներն են եւ որքան հեռանում ենք դրանից, այնքան ավելի մեծ է դառնում այնտեղ վերադառնալու ձգտումը։ Յուրաքանչյուր տարի այսօրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում փոքրիկների համար։ Իսկ Լիդուշիկն այս ամենից անմասն մնալ չէր կարող։ Չէ՞ որ նրա ստեղծագործական կարիերան սկսվել եւ շարունակվում է հենց փոքրիկների համար արարելով եւ նրանց իր երգերով ուրախացնելով։ Իսկ թե որքան հագեցած էր նրա հունիս 1-յան օրը, դուք չեք էլ կարող պատկերացնել։ Նրա անունը գիտեն բոլորը, նրա երգերը երգում են բոլորը, եւ երեխաները, եւ մեծիկները, եւ այսպես ջերմ եւ բարձր ծափահարություններով դիմավորում ենք Լիդուշիկ, ձեր ծափահարությունները։ Շնորհակալություն, ողջույն բոլորին, ողջույն իմ շատ սիրելի բանաձոր, ողջույն, ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Ճիշտ է, մեր հանդիպումից կարելի ասել արդեն 1 տարի անցել է, բայց շատ երկար ժամանակ չի անցել, չէ՞, 1 տարի, այնպես անցավ, ոչ մեկը չիմացանք։ Ես նախ ուզում եմ շնորհավորել բոլոր փոքրիկներին, սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի կապակցությամբ։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ, միշտ լինեք երջանիկ, ապրեք խաղաղ երկնքի տակ, ունենաք անհոգ մանկություն ու միշտ լինեք պաշտպանված, որովհետև ձեր կողքին ունեք ծնողներ, ովքեր ձեզ միշտ կպաշտպանեն։ Շնորհակալություն։ ու առաջին հերթին արեգակին նանգից նովինեցի իմ երկը դաշոքած ապրեն չեմ շոված աչքերից մեզ բալեց նոր արևին դակ երկը նոր է բացվել բայց ես ոտերում եմ նոր եկսուված բայց արդեն Երևանում ձեզ մաղթում եմ հաճելի ուրախ օր, շնորհավոր ևս մեկ անգամ։ Ես այժմ գտնվում եմ Վանաձորում, այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրը, ես քիչ առաջ ելույթ ունեցա այնտեղ, ասեմ որ Վանաձորում բազմիցս մի քանի անգամ եղել եմ համերգային ծրագրերով։ Իսկ այժմ շտապում ենք Աբովյան, այնտեղ նույնպես պետք է ելույթ ունենամ, դե արդեն կհանդիպենք Աբովյան։ You're the
հրաշալի ձայն ունեցող, Այո։ շատ խելացի, որտեղ աչքերից երևում է, արի շատ չձգել, պետք չի շատ ձգել, միանգամից Անի պետք է ասել, Լինոշի! Սակարություններով դիմավորում ենք։